Մեքենաները հանգիստ անցնում են չկռահելով անգամ, որ իրենց երթևեկության ժամանակ ճանապարհի տակ անցք է բացվում։ Ասֆալտը չվնասելով փոսը գետնի տակ փորում է մայթին կանգնած փոքրիկ այս տրակտորը, իհարկե ինժեների ցուցումով։ 6-ով պահել 10 սանտի հրե։ Գետնի տակ հատուկ գործիքով հորատումը հեշտացնում է ջրի շիթը, աշխատանքը ճիշտ խորությամբ պահանջվող անկյան տակ է արվում, թե ոչ ստուգում են հատուկ սկաների օգնությամբ։ Այս սարքով ստուգում ենք հորատող գործիքի խորությունը, ուղղությունը, հետագիծը ու տաքությունը։ Տեսան Հայաստանում պահանջարկ կա 2 տարի առաջ երկիր ներմուծեցին արտասահմանում բավական հաճախ կիրառվող հորիզոնական հորատման նոր այս տեխնոլոգիան, հպարտանում է մասնավոր ընկերության հիմնադիրը։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս կոմունիկացիաներն անցկացնել առանց ասֆալտաշերտը վնասելու, թույլ է տալիս գրունտից կախված մինչև 300 մետր երկարությամբ եւ մինչև 600 մմ տրամագծի խողովակաշարեր անցկացնել։ Հորատման տվյալ աշխատանքն առավոտից են մեկնարկել, առինջ գետարկելիս դեպի ջրվեժ խաչմերուկն է, պատվիրատուն պետությունն է իդեմս ճանապարհային դեպարտամենտի։ Բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերում առաջի անգամն է, որ մենք կիրառում ենք հորիզոնական հորատման մեթոդ, որպեսզի չվնասենք մեր նոր հիմնավորված ճանապարհային ծածկը, բացի դրանից այդ գործողությունը տևում է մոտ այս ձևով մոտ 2-3 ժամ, իսկ հակառակ պարագայում, երբ որ մենք քանդեինք ասֆալտ-բետոնը, կառաջացնենք խնդիրներ համ երթևեկության համար, որտեղ բավականին լեսի երթևեկություն ներկայացնենք, համ ժամանակային առումով ավելի ուշ իրականացնենք։ Ֆինանսական առումով։ Ֆինանսական առումով ինքը մոտավորապես ասֆալտը քանդելուց մի քիչ է թանկ, շատ քիչ է ավել։ Թարմ ասֆալտը չքանդելու համար դեպարտամենտը որոշել է նոր տեխնոլոգիայով ճանապարհի տակ էլեկտրական մալուխ անցկացնել, որ տվյալ հատվածում լուսացույց տեղադրեն, բացատրում է կառույցի հիմնանորոգման ծրագրերի համակարգողը։ Խաչմերուկի 4 հատվածներում տեղադրվել են լուսացույցներ, որոնցից մեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի վրա լուսացույցները կլինեն կախված, իսկ տեղական նշանակության ավտոճանապարհի վրա լուսացույցները կլինեն կանգնակների վրա։ Մեքենաների հետ միասին հետիոտնի համար էլ լուսացույց կլինի, շատ վատ խաչմերուկ է, պնդում են անցորդները։ Ինչա, վտանգավոր է, ինչա։ Վթարներ շատ են լինում։ Շաբաթկա 2-3 հատ են նման։ Վտանգավոր մեկ այլ նոր գեղի, նոր հաճն խաչմերուկի հարցը դեպարտամենտն արդեն լուծել է։ Մինչև լուսացույցի հայտնվելը այստեղ էլ վարորդներն իրար համառորեն չէին զիջում, ազդանշան խցանում, ինչ սարքը միացրել են 20 օր է վթար չի եղել։ Լուսացույցները գործում են, որոշակի ժամանակ նույնիսկ մենք իրազեկեցինք քաղաքացիներին, լուսացույցներն աշխատում են դեղին թարթող լույսով, որպեսզի քաղաքացիները սովորեն, որ այս խաչմերուկում լինելու է լուսացույց։ Առինջի անկյունում նոր լուսացույցի համար տեխնիկան մոտ 1 ժամում ճանապարհի տակով խրամուղին փորեց, մյուս մայթում դուրս եկավ։ Հաջորդ քայլով փորող գլխիկին ամրացրին, մալուխի համար նախատեսված 18 մետրանոց խողովակն ու նույն անցքով հետ ուղարկեցին։ Հողի մեջ այն սուզվեց 1-2 րոպեում։ Ինչքան ժամանակից խողովակային կողմից արդեն Մոտավորապես մի 30 րոպե։ Խաչմերուկի մյուս 3 կողմում էլ նույն պրոցեսը կանեն, կավարտեն ու գործը կփոխանցեն արդեն բուն լուսացույցը տեղադրողներին։ Ասֆալտը չվնասող հորիզոնական հատման տեխնոլոգիայից դեպարտամենտը գոհ մնաց։ Տեղական նշանակության ճանապարհներին դեռ ոչ, բայց ծանրաբեռնված մայրուղիների վրա աշխատելիս հաստատ կկիրառեն երթևեկությանը չխանգարող ու ժամանակ տնտեսող նորույթը։ Հերմինե Բաղդասարյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։